Ողջույն բոլորիդ, Տեր Հիսուսի պատվականանով, սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ Այսօր մենք պիտի խոսենք մի շատ կարևոր նյութի մասին, որ կոչվում է ընտրության վարդապետություն։ Հենց սկզբից նշենք հետևյալը. Աստված իր պատկերի եւ նմանության պես ստեղծեց մարդ արարածին եւ նրա մեջ դրեց ազատ կամք։ Նորից եմ կրկնում, ազատ կամք։ Մեր ամբողջ այս 1 ժամվա ընթացքում ձեր մտքի մեջ ուզում ենք, որ անպայման այս հասկացողությունը լինի։ Մենք ունենք ազատ կամք, այո կամ ոչ ասելու, բարին ընտրելու, չարը մերժելու։ Եվ հիմա մենք սիրելիներ Մուրադ եղբոր հետ միասին պիտի խոսենք ընտրության վարդապետության մասին, մի օրհնյալ վարդապետություն, որ հաճախ սխալ է հասկացվում, մանավանդ այն վերագրվում է կալվինիզմին, երբ որ ասում ենք նախասահմանություն, ասում են սա կալվինիստական ուսմունք է։ Այո, կալվինիզմը ունի այսպիսի մի վարդապետություն, սակայն նրանց մոտ բացակայում է մարդու ազատ կամքի առկայությունը։ Իրական ընտրության վարդապետությունը հիմնված է մարդու ազատ կամքի հիման վրա։ Ահա դրանով մենք տեսնում Աստծո մեծությունը։ Աստված ամենագետ է, կանխագետ է, ամենուրեք է, ամենազորեղ է եւ նաեւ ինքը առաջվանից գիտի ապագան, միջև հավիտենականություն։ Եվ դա կոչվում է կանխագիտություն կամ նախագիտություն, չեղած բաները եղածի պես կանչել։ Մեկ համար եմ ուզում կարդամ Պետրոս առաքյալի առաջի թղթի մեջ գրված առաջի Պետրոս առաջի գլուխ եւ 2-րդ համարը։ Պետրոս առաքյալը նամակը ուղղում է Պոնտոսի, Գաղատիայի, Կապադովկիայի, Ասիայի, Բութանիայի մեջ ընտրված ուրեմն հավատացյալներին ասելով. ընտրված Հոր Աստծո կանխագիտության համեմատ հոգի սրբացնելով հնազանդության եւ Հիսուս Քրիստոսի արյան սրսկվելու համար շնորհ եւ խաղաղությունը ձեր վրա թող շատնա։ Ամեն։ Ոմանց այն պնդումները, որ այսինչ ընտրված է, մյուս ընտրված չէ։ Խնդրում եմ այս մասին ձեր բացատրությունները։ Ես էլ եմ միանում եւ ողջունում մեր բոլոր հեռուստադիտողներին եւ իսկ մեր այսօրվա խորհրդածությունը այդ նյութի վրայով է, որ իսկապես մեր Տեր Աստված արդար Աստված է։ Եվ այն, որ նա ուժով չի կարող փրկել, գալիս է իսկապես հաստատելու, որ նա իր կանխագիտությամբ գիտեր այն անձանց, ովքեր այո մեր Տեր Հիսուսի հայտնվելը կընդունեին, կհավատային եւ գիտեր նաեւ այն անձանց, որոնք մինչեւ իրենց կյանքի վերջն էլ ինչքան էլ որ Աստված նրանց հնարավորություն տա, այդպես էլ պիտի չընդունեն։ Ամեն։ Հետևաբար այստեղ է ամբողջ գաղտնիքը եւ եթե կա այսպիսի երկու պարզ ճշմարտություն եւ եթե որևէ անձ մի արածե չփրկվի, ապա ամբողջ մեղավորությունը իրեն է պատկանում։ Այո։ Եվ եթե որևէ անձ փրկվում է, արժանանում է երկնային թագավորությանը, ապա ամբողջ փառքը մեր Տեր Աստծուն է պատկանում եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Շատ գեղեցիկ է, այո։ Ուրեմն այսպեսով Աստված ուժով չի կարող փրկել։ Հետևաբար Աստված տվեց միջոցը եւ մարդուն էլ ազատ կամք, որպեսզի նա իր ազատ կամքով ընտրի։ Ինչքան ենք կարդում ամբողջ հին ուխտում էլ մարգարեների մեջ էլ կարդում ենք, որ Աստված ասում է ես ձեր առջև եմ տնում կյանքը եւ մահը, ընտրեք։ Հիմա այսօր ընտրության օրն է, ընտրիր, եթե կյանքը ընտրես, կապրես, եթե մահն ես ընտրում, ուրեմն այդ դեպքում արդեն Աստված մեղավոր չէ։ Մաղաքիայի մարգարեության մեջ հետևյալ համարը ասում է. Միթե Եսավը Հակոբի եղբայրը չէ կսետերը, ես Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի։ Ապա նաև գրում է, որ Հակոբն ու Եսավը դեռ չծնված, դեռ բարին կամ չարած, Աստված ասում է Հակոբին սիրեցի, Եսավին մերժեցի։ Ինչի՞ց Տեր Աստված, ինչի հիման վրա դու այդ բանը արեցիր։ Չէ՞ որ երկուսն էլ նույն ծնողներ, զավակներն են, դեռևս աշխարհ չեն եկել, դեռևս իրենց գործերը հայտնի չի։ Բայց այստեղ է, որ Աստծո կանխագիտությունը, որ իր մեծությունն է ցույց տալիս, այդ կանխագիտությունը ցույց է տալիս, որ Աստված գիտեր։ Նախապես գիտեր, այո,
որ այս երկուսը որ մեծանան։ Այո։ Եսավը թեև մարդկայնորեն, մարդկային չափանիշներով շատ ավելի բարի անձնավորություն պիտի լինի, բայց հավատք չպիտի ունենա։ Ամեն։ Եվ Հակոբը, որ իր անունն էլ նշանակում է խափող, եւ իր կյանքի մեջ էլ նման բաներ արեց, բայց իր մեջ անկեղծ հավատք կար։ Աստծո հանդեպ հավատք ուներ նա։ Դրա համար Եվ ի Աստված վերջո, այո։ նրան ընտրեց։ Այո։ Սակայն չմոռանանք մարդու ազատ կամքը։ Ամեն։ Հակոբը իր հավատքը ցույց տվեց, իր ընտրությունը ցույց տվեց, որ նա Աստծուն ընդունում է, բայց Եսավը մեկ աման ապուրով իր ծախեց։ անդրանիկությունը ծախեց։ Այո։ Ուրեմն ընտրության վարդապետությունը օրտնյալ մի վարդապետություն է։ Ամեն։ Իդեպ սիրելիներ, ձեզ բավականին սուրբ գրքից համարներ պիտի ասենք, կուզենք, որ ձեր մոտ թուղթ ու մատիտ ունենաք, որպեսզի այդ համարները գրեք եւ ապա եթե կուզեք դուք ինքներդ սերտողություն արեք, որպեսզի դուք ինքներդ համոզվեք այս ճշմարտության մեջ։ Այո, եւ այդ բոլոր մեր ասածները կուզեմ հաստատեմ հենց այն ոսկի համարով Հովանու Ավետարանի 3-րդ գլխի 16 համարը, որ վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, եւ այդ աշխարհի մեջ մտնում ենք թե ես, թե ցանկացած մեկը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ հավատա, ինչ չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Սիրելիներ, այստեղ այս համարի հենց ամեն ասենք մեզ համար օգտակարը որն է եւ ցանկացած մեկին որ այսօր լսում է որ Աստված այնպես սիրեց աշխարհը, այսինքն բոլոր մարդկությանը եւ նորից շեշտում է որ ամեն ով որ հավատա, կնշանակի բոլորին կա հնարավորություն հավատալու, իրենց ազատ կամքը դրսևորելու եւ այս պատճառով էլ Աստված իսկապես արդար Աստված է եւ փառք դրա համար։ Տեր Հիսուս ասաց, որ ինձ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ովքեր որ կան։ Այո, Բայց ամենն են գալիս։ Ոչ։ Այստեղ է, այո, Նույն ձևով Հովանու 5-րդ գլուխ եւ 40 համարի մեջ մենք կարդում ենք, որ Տեր Հիսուս ասաց հրեաներին. դուք չեք ուզում ինձ գալ։ Այո։ Դրանով նշելով, որ դուք ազատ կամք ունեք։ Դուք կարող եք ինձ գալ, ինձ ընտրել, բայց քանի որ չեք ընտրում, Այո, բայց փրկությունը չեք բոլոր մերժում, նրանց համար է, ովքեր որ կընտրեն։ կընտրեն կյանքը։ Ուրեմն ազատ կամքը շատ կարևոր նախապայման է ընտրության վարդապետության մեջ։ Ամեն, ամեն։ Եթե մենք կարդանք Եփեսացիս առաջի գլուխը, Այո, շատ օրհնյալ մի գլուխ է, վարդապետական գլուխ է եւ ընտրության վարդապետության հիմնակարներից մեկն է։ Առաջի գլուխ Եփեսացիս առաջի գլուխ 3-4 համարները։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնություններով, երկնքի մեջ Քրիստոսով, ինչպես մեզ նրանով Քրիստոսով աշխարհի սկզբից առաջ ընտրեց, ամեն։ որպեսզի մենք սիրով սուրբ եւ անարատ լինենք իր առջև։ Ուրեմն ընտրությունը երբ կատարվեց։ Այո, աշխարհի սկզբից առաջ։ Աստված ոչ թե իրավիճակների վրա է իր ընտրությունը կատարում, այլ աշխարհի սկզբից առաջ է ընտրում։ Աշխարհի սկզբից առաջ գիտեր, որ Մուրադը կյանքի այսինչ տարիքում, Պարագայում, այսինչ այո, պարագայի այո, մեջ կասի, այո պիտի ասի եւ գիտեր, որ Այո։ հավատարիմ պիտի մնա իր ընտրության մեջ, այսինքն Հիսուս քեզ համար միջև կյանքիդ վերջ, ամեն։ ով կարող է քեզ զատել Քրիստոսի սիրից։ Ոչ մեկը։ Բնավ։ Արդյոք մահը, սուրը։ Բնավ, ոչ Տեսնում մի, ես։ ինչպես Պողոս Առաքյալն է ասում, այո։ Այո, ուրեմն ընտրությունը կատարվեց եւ քո անունդ ոչ թե գրվեց, երբ որ հավատացիր, այլ աշխարհի սկզբից առաջ կենաց գրքի մեջ գրվեց։ Ամեն, որովհետև Աստված այո, այդ ամեն ստեղծագործությունից առաջ գիտեր բոլորիս կազմվածքը, բոլորիս աշխարհ գալու ժամանակը, պահը եւ այն պահը, որ երբ որ մենք լսեցինք այս ավետարանի բարի լուրը, այո ասեցինք այդ լուրին։ Մուրադ եղբայր, շատ վտանգավոր մի վարդապետություն է, երբ որ ոմանք ասում են Հիսուս որոշակի թվով մարդկանց համար մեռավ։ Այո, հենց Սա մեր շնորհքի անարգություն է։ ամեն, Սա Քրիստոսի արյան զորության անարգություն է։ Պարզապես ուրիշ ոչինչ, այո։ Ուրեմն Հիսուս զորություն չունի ամենքին փրկելու, Հենց դա- սակայն փրկելու համար պայման կա։ Ամեն։ Աստված կարող է այսօր բոլորին իբրև ռոբոտ իրեն քաշել եւ
փրկությունը բեր, բայց ազատ կամք է տվել, որպեսզի մենք ընտրենք։ Ամեն։ Ուրեմն ազատ կամքը նախապայման է մարդու կողմից պատասխան ասելու։ Այո։ Աստծո կողմից շնորհքը հայտնված է։ Բոլորին է հայտնված, Աստված բոլորին է սիրում եւ հավասարապես է սիրում, անգամ նրանք ովքեր որ միջև իրենց կյանքի վերջի վարքյան եւ օրինակ շատ լավ օրինակ ավազակի օրինակ, որ մինչեւ իր կյանքի վերջին այդ պահը նա բնավել չէ, ոչ հնարավոր է որ ոչ լսել էր, ոչ էլ այն կյանքը ուներ, որ պիտի փրկվեր, բայց այդ վերջի պահին անգամ Հիսուս այն երկու կողքին խաչվածներին էլ ես հավատում եմ, որ երկնային թագավորության մասին խոսեց ու ասեց, եւ դա էր պատճառը, որ այն վերջի վարքյանին այն մեկ ավազակը ընդունեց, հավատաց եւ արժանացավ այդ կյանքին, իսկ մյուսը ոչ։ Երկուսն էլ նույն վիճակի մեջ են, չէ՞։ Երկուսն էլ մեռնում էին։ Այո։ Սակայն երկուսին էլ առաջարկվեց կյանքը, բայց մեկը այո ասեց, ստացավ, մյուսը ոչ։ Այնպես որ բնավ նախապես Աստված չորոշեց, որ մեկանց պետք է փրկվի, մյուսը ոչ, որովհետև այդ դեպքում այն չփրկված անձը անպայման դադաստանի օրը պիտի կանգնի ու հարց տա, թե ես ինչով եմ մեղավոր, որ ինձ էլ ընտրեիր, ինձ էլ որոշեիր, ավելի շուտ այդպես ասենք, որովհետև եթե ոմանք այդ նախասահմանությունը այսպես են հասկանում, որ նախապես Աստված ոմանց որոշեց փրկության համար, ոմանց ոչ, սա բնավ չի համընկնում մեր Տիրոջ բարի լինելուն, մեր Տիրոջ երկիր գալու բարի լուրի հետ երբեք էլ չի համապատասխանում, որտեղ այդ դեպքում կստացվի, որ իսկապես մեր Տիրոջ հայտնվելը ոմանց համար էր, կամ մի փոքրիկ էսպիսի բան, երբ որ ասենք անձը դարձի եկած է եւ Սուրբ Հոգին նրա մեջ գործում է, գիտենք որ այդ անձը արդեն լցվում է այն գիտակցությամբ եւ ուզում է անպայման այդ բարի լուրը իր ճանաչած, իր ընտանիքին առաջի հերթին եւ վերջապես բոլորին հայտնի, նա ուզում է որ բոլորը փրկվեն եւ միթե այդ նույն Սուրբ Հոգին կուզեր որ ոմանք փրկվեին, բնավել ոչ։ Բայց փաստը մնում է նա որ ոմանք էլ եւ շատեր միջև իրենց կյանքի վերջ լսում են եւ ոչ ասելով այս աշխարհից հեռանում։ Այդպես էլ հեռանում, այո, եւ մեղքը նորից ու նորից միայն իրենց է։ Աստված մեծ Աստված է։ Նրա խորհուրդները մենք չենք կարող հաճախ քննել։ Հաճախ մեզ համար շատ բաներ պիտի մնան որպես դժվար իմացված բաներ, միջև որ կատարյալը գա, այն ժամանակ մենք շատից քիչը միայն պիտի իմանանք։ Պողոս առաքյալը ինչպես ասում է, շատեն քիչը գիտենք, բայց երբ որ կատարյալը գա, այն ժամանակ միայն քիչն է որ մենք պիտի ճանաչենք Աստված եւ ճանչնալու յետևե պիտի լինենք։ Սակայն Աստված մեզ տվել է միտք, մեզ տվել է բանականություն, իր կատարյալ խոսքն է տվել եւ Աստծուց երկնքից եկած իմաստություն է տվել, որպեսզի քննենք այդ խոսքը։ Երրորդ մեկ կետը, որ նույնպես շատ կարևոր է, predestination, որ ընտրության վարդապետության ողնասյուներից մեկն է, դա Հռոմեացիս 8-րդ գլուխ 28-ից 30 համարներն է, որ հետևյալն է ասում։ Գիտենք, թե ամեն բաները բարի գործակից կլինեն նրանց, որ Աստված կսիրեն, որոնք նրա նախասահմանությունով կանչված են։ Վասնզի նրանց, որ առաջ կճանաչեր, առաջվանեց սահմանեց իր որդիի պատկերին կերպարնակից լինելու, որպեսզի նա անդրանիկ լինի բազմաթիվ եղբայրների մեջ, այսինքն Քրիստոս։ Նրանց, որ նախապես սահմանեց, նաև կանչեց։ Նրանց, որ կանչեց, նաև արդարացրեց, ում որ արդարացրեց, նաև փառավորեց։ Այս բոլոր նշված բաների մեջ մարդու ազատ կամքի գործոնը կա։ Եթե մենք վերցնում ենք, որ Աստված նախասահմանել է ոմանց իր հայեցողությամբ, կնշանակի Աստված արդար չէ։ Դա նշանակում է, որ Աստված կողմնապահություն է անում, բայց եթե այս նախասահմանությունը ազատ կամքի հիման վրա է, ահա դա դառնում է նախասահմանություն։ Այսինքն Աստված գիտեր, որ ոմանք պիտի հավատան, պիտի այո ասեն, անգամ ոմանք մահիճների մեջ վերջի վայրկյանին աչքերը փակելուց առաջ պիտի ապաշխարեն, նրանց իր նախասահմանության մեջ ընդգրկել է։ Նորից շեշտենք հենց մեջտեղում ասված, որ անոնց, որ առաջ կճանչնար, այսինքն նրանք, որոնց իսկապես Աստված սկզբից ճանաչեց, գիտեր նրանք,
այդ լուրը կընդունեն թե ոչ։ Այո, եւ այստեղ կալվինիզմի ուսմունքը բավականին շփոթ առաջացնող մի բան է եւ բոլոր նրանք ովքեր որ ընտրության վարդապետության մեջ ազատ կամքը մերժում են, գիտեք, տեսել ենք նմանների իրենց մեջ ներքուստ գաղտնի մի հպարտություն է առաջանում, Այո, դա որ հպարտություն է Աստված ինձ տանում։ ընտրեց, Այո, բայց ոմանց չի ընտրել եւ սրա երկրորդ կողմը կա ավելի վտանգավոր, որ ինչ որ ձևով իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում, ասելով որ ես ընտրված եմ եւ վերջացած։ Իսկ կյանքի ընթացքը ինչպիսին էլ որ լինի, ես ընտրված եմ եւ վերջ։ Բայց Տերը ուզում է որ մենք մեր ընտրությունը հաստատենք, ապացուցենք, մեր Աստծու հետ քայլելով, մեր հավատքի կյանքի ճանապարհով, մեր սրբության մեջ առաջանալով։ այո, Վարդան եղբայր։ Եվ կուզեմ ասենք մի ուրիշ վտանգավոր կողմ ասել, ասենք նախասահմանության այն սխալ հասկացողության, որ շատ ու շատ անձերել, եթե այդպես սխալ իրենց մատուցվի, ուրեմն նրանք իսկապես հուսահատությունից կարող է ընդհանրապես ոչ այո ասեն, ոչ։ Նրանք կընկնեն այդ խորը հուսահատության մեջ մտածելով, որ դե եթե Աստված էր որոշողը, որ ես պիտի փրկվեմ թե ոչ, էլ հետևաբար իմ անելիքը որն է։ Այո, Ուրեմն հանգարց շատ անձինք չընկնեն այս հուսահատության գիրկը։ Եվ այս կապակցությամբ շատ եմ լսել, որ ոմանք ասում են դե մենք ինչպես Աստծուն կանք, այսքան մեղսալից կյանք ենք ապրել, մեղքերի մեջ ենք, մենք Աստծուն ինչպես կանք։ Ինչ որ ձևով իրենց արդեն համոզել են եւ գիտենք այդ ստության հայրը իրենց մեջ ներարկել է այդ բանը, որ պիտի մաքրվես նոր կաս։ Գիտես ինչ մեկ հատ նայ մյուսներին, ովքեր Աստծուն գնացել են, դու իրենց հետ որ համատվես, դու այս չափ մեղքեր ես գործել, Աստված քեզ չի ընդունի։ Սակայն Աստված այնպես սիրեց աշխարհը եւ Տեր Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքերից կարող է սրբել։ Ուրեմն մենք ընտրության վարդապետությունը պիտի քարոզենք, բայց մենք չենք ասում սա ընտրված է, նա ընտրված չէ։ Մենք չգիտենք։ Մենք պիտի քարոզենք։ Միայն Աստված գիտի ովքեր են որ իր նախասահմանության մեջ կան։ Այսինքն ովքեր են որ այո կասեն եւ ոչ։ Ի վերջո Աստված այս երկրի վրա պիտի լրացնի իր եկեղեցու թիվը, որպեսզի վեր առնի։ Մենք ոչ այդ թիվը գիտենք, ոչ էլ գիտենք նրանք են ովքեր որ պիտի լրացնեն այդ թիվը։ Հետևաբար մեզանից հասնում է որ մենք քարոզենք։ Այո։ Բայց իմանալը ընտրության վարդապետության շատ կարևոր է, որպեսզի մենք Աստծո մեծությունը տեսնենք, իր գործերը տեսնենք։ Ի վերջո այս ընտրության վարդապետության վերջավորությունը ինչպիսի փառավորյալ մի բան է։ Դրան դեռ կգանք, խնդրեմ։ Այո։ Շարունակենք։ Այո, եւ ասենք այն անձինք, որ իսկապես այդ վիճակում են, որ իսկապես դեռ որոշում են գալ թե ոչ, Տիրոջը այո ասել թե ոչ, եւ այսպես իրանց մեջ իսկապես արթնացել է այդ մեղքի գիտակցությունը, թող իմանան, որ հենց դա ամենապարզ նշանն է, որ իսկապես նրանք պետք է որ ընդունեն, որովհետև եթե անձը իսկապես գիտակցում է իր մեղավոր վիճակը, կնշանակի հենց դա է պայմանը Հիսուսին գալու։ Եվ մեր Տեր Հիսուս հենց եկավ, որ իսկապես մեղավոր աշխարհը մեղքից փրկի, ոչ թե որ եկավ շատ տեղերում գրված է, որ ես չեկա արդարների համար, հապա որ մարդկանց արդարացնեմ։ Եվ իր արդարությունը տվեց մեզի, որովհետև գիտենք, որ մարդկային արդարությունը երբեք էլ այդ փրկությունը պիտի չապահովեր, ասենք հին ուխտի մարդիկ եւ ամբողջ այդ Տիրոջ օրենքի անեծքի տակ գտնվող ամբողջ մարդկությունը փորձեց իր մարդկային արդարությունով այդ կյանքին արժանանալ եւ տեսանք որ ծախողված էին։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի արդարությունն է եւ իր շնորհքը, որ եթե որ մենք այո ենք ասում, ընդունում ենք, հետեւաբար այդ հավիտենական կյանքին իսկապես պիտի արժանանանք։ Ուրեմն հաջորդական մեր այս կետերով գնանք, ուրեմն առաջինը խոսեցինք կանխագիտություն, foreknowledge, Աստծո կանխագետ լինելը, այսինքն ամեն բան առաջվանից իմանալը։ Աստված ասում է չեղածները եղածի պես կկանչե, եւ Աստված գիտե ամբողջ հավիտենականությունը։ Երկրորդը դա ընտրություններ, election, եւ երրորդը նախասահմանություններ, predestination։
բայց նախքան 4 կետին անցնելը, որ կոչվում է կանչել, calling, այդ մասին Մուրադ եղբայր կխոսենք ընդմիջումից հետո, երբ որ մի հոգևոր երգ լսենք մեր սիրելի հեռուստադիտողների հետ միասին։ Իմ ընթացքում թե ես նիրհեմ, թող որ սրտով արթուն մնամ, երբ օրը գա վերափոխ մահամ, սրտով սրտի ձայնը լսեմ, որ օրն այդ գա հիմա Տեր, ճամփացույց տուր, որ քեզ գտնեմ, ճամփացույց տուր, որ քեզ գտնեմ, իսկ մեծ օրին լույս հարության, կոչիդ վսեմ, երբ արթնանամ, խնդության օր քեզ ողջունեմ, քո ջերմ սրտով ապրեմ յետեմ, որ օրն այդ գա հիմա Տեր, ճամփացույց տուր, որ քեզ գտնեմ, ճամփացույց տուր, որ քեզ գտնեմ, հեքիս դարձրու լույսիդ վկան, Սաղմոսերքուն սուրբ արարչի, քաչ մարդիկը մեծ հաղթության, պահպանության քո սուրբ աչքի, որ փրկության օր այդ տեսնեն, ճամփացույց տուր, որ քեզ գտնեն, ճամփացույց տուր, որ քեզ գտնեմ։ Սիրելիներ, շարունակում ենք մեր հաղորդումը Մուրադ եղբոր հետ միասին։ Առաջին մասում մենք խոսեցինք ընտրության վարդապետության մասին։ Ինչպես է այն սկսում կանխագիտություն, ընտրություն, նախասահմանություն եւ այս ամենը մարդու ազատ կամքը հաշվի առնելով։ Այո, Սա պայմանն է։ Եվ մենք գիտենք, Աստված մարդուն ազատ կամքով է ստեղծել, մենք մնացած ստեղծվածներից շատ բարձր ենք ստեղծված։ Աստծո պատկերի եւ նմանության պես մենք ունենք կարողությունը բարի եւ չարը զանազանելու, այո կամ ոչ ասելու, հետեւաբար սրա հիման վրա է, որ Աստված իր ընտրության վարդապետությունը հաստատել է, որ Սուրբ գրքով մեզ մատուցվում է։ Ուրեմն հաջորդ մեկ կետը, որի մասին պիտի խոսենք, կոչվում է calling, կանչել։ Կարդանք Հռոմեացիս 1:6 համարը, որ շնորհք եւ առաքինություն առաք հավատքի հնազանդության համար, որու մեջ դուք ալ Հիսուս Քրիստոսի կանչվածներն եք։ ամեն։ Կանչվածներն եք, Հիսուս Քրիստոսի կանչվածներն եք։ Նորից ինչի հիման վրա, Մուրադ եղբայր։ Աստծո արդարության եւ այն սկզբունքի հիման վրա, որ Աստված այդ լուրը, այդ հրավերը ուղղեց բոլոր մարդկանց։ Ուրեմն Եվ ազատ բոլոր մարդիկ, այո, ազատ, կամքի հիման անկաշկանդ, վրա։ այո, իրավունք ունեն ընդունելու կամ չընդունելու։ Եվ մարդուն ստեղծած օրից Աստված նրա մեջ դրեց իսկապես հավատալու ընդունակությունը, սիրելիներ։ Այո։ Մենք որպես մարդ արարած ունենք այդ ընդունակությունը, հավատալու կամ չհավատալու։ Եվ այդ հավատալու ընդունակությունը, երբ որ ճիշտ է ուղղված, Ճիշտ է։ Փառք Տիրոջ, որ օրհնություն ենք վայելում։ Իսկ եթե այդ հավատալու ընդունակությունը հակառակ ուղղությամբ ենք մենք ուղղում, կնշանակի անհավատության մեջ ենք մնում։ Եվ Աստված իսկապես սիրելով ամբողջ աշխարհը, բոլոր մարդկությանը, եւ իր զոհը նա ուղարկեց բոլորի համար, եւ նորից այս բոլորին ասելով մենք գալիս ենք լրացնելու իսկապես Աստծո ծրագիրը եւ նորից մեկ անգամ հաստատելու, որ Աստված բոլորի փրկությունը ուզեց։ Եզեկիա մարգարեն իր 33-րդ գլխի 11 համարում ասում է. Ես կենթանի եմ, կսե Տեր Եհովան, որ ամբարիշտի մեռնելը չեմ ուզեր, հապա որ ամբարիշտը իր ճամփային ետ դառնա ու ապրի։ Սիրելիներ, հիմա այսօր մեր արածը, մեր այս ասվածը ուրախության լուր ընդունեք որպես։
Եվ հատկապես այն անձինք, ովքեր մի արածց է, ես հավատում եմ, որ բոլորը ճիշտ ուղղության վրա են, բայց եթե կա գոնե մեկ անձ, որը այսպես սխալ ձևով հասկացած նախասահմանության այդ վարդապետությունը իրեն հեռու է պահում այդ կյանքից եւ երբեմն կարող է նաեւ հուսահատության մեջ լինի, որ միթե Աստված իրեն ընտրեց, քանի որ ինքը ասենք թե ուզում է մեղքից հեռու մնալ, բայց նորից դարձյալ ընկնում է մեղքերի մեջ։ Սիրելիներ, սա բոլորովին չի նշանակում, որ այդ անձը չի կարող Տիրոջը գալ, չի կարող ընտրել կյանքը, հենց այն, որ նա իսկապես մտատանջություն ունի մեղքից հեռու մնալու, հենց սա վկայում է, որ նա իսկապես կարող է այդ ընտրվածների մեջ լինի, որովհետև նա արդեն արթնացած է նրա ներսը, նրա խիղճը, վերջապես նա այսպես թե այնպես ուզում է Աստծո պատվիրանների համեմատ ապրել։ Ուրեմն անպայման սիրելիս, դու ես մտնում այդ ամբողջ մարդկության մեջ, այդ աշխարհ ասելով բառի մեջ կամ ամեն ով որ հավատա այդ բառի մեջ, այնպես որ սա բոլորիս համար է եւ դու երբեք էլ հանկարծ չմտածես, որ եւ այդպես կասկածանքով մոտենաս, Աստված արդյոք քեզ ընտրեց թե ոչ։ Սիրելիս, եթե դու այո ես ասում, ուրեմն դու իսկապես ընտրված ես։ Այո։ Սա է ամեն ճշմարտությունը։ Շատ ճիշտ է։ Գիտես Մուրադ եղբայր, հաճախ սխալ տրվող բացատրությունները մարդկանց ավելի գայթակղիչ ազդեցություն են ունում։ Լսում եմ մի անգամ բացատրություններ տրվում, ուրեմն Եբրայեցիս 6-րդ եւ 10-րդ գլուխների վրա հարցադրում էր տրվել, որ գրված է, որ եթե մեկը լուսավորվի, երկնային պարգևի համառի, Սուրբ Հոգին հաղորդակից լինի, Աստծո խոսքի բարի խոսքի ու գալու աշխարհի զորությունների համառնի, որ եթե նորից ընկնի, կարողանա ապաշխարությունով նորոգվել, որովհետև կրկին Աստծո որդուն խաչը կանե եւ իր անձին ու կխայտարակե։ Եվ բացատրությունը հետեւյալ ձևով էր տրվում, որ գիտես, սա նշանակում է, եթե հանկարծ պատահի, որ դու կամավ մեղք գործես, այլևս քեզ փրկություն չկա։ Ուզում եի հարցնել, բայց այդ հնարավորությունը չունեի։ Արդյոք չի պատահել, երբ որ հեռախոսից զանգը եկել է եւ դու կնոջդ ասել ես, ես տունը չեմ։ Կամավ դու մեղք գործեցիր, բայց այդպիսի բացատրությամբ դու շատերին գայթակղություն ես լինելու այդ բացատրությամբ, որ նրանք մտածում են, ես կամավ այս մեղքը գործեցի, սա նշանակում է ինձ այլևս փրկություն չկա, եւ այս բացատրությունը տրվեց առանց հաշվի առնելու, որ այն գրված էր Եբրայեցի հավատացյալներին, որ նրանց մեջ վախ կար, որ նրանք հրեզմից քրիստոնեության գալուց հետո նորից կարող էին դառնալ այնտեղ։ Այո։ Եվ առաքյալ ասում է, եթե դուք այս ընտրությունը անելուց հետո, Քրիստոսի համը առնելուց հետո, գալի բարիքների համը առնելուց հետո, նորից գնաք այնտեղ, արդեն Քրիստոսի երկրորդ անգամ եք խաչ անում։ Ուրեմն շատ զգույշ պիտի լինենք մենք բացատրությունների մեջ, որ չլինի, որ մի սխալ բացատրությամբ գայթակղություն լինի եւ մարդկանց մեջ հակառակ մի բան ստեղծվի, որ ինձ փրկություն չկա, ես երբեք հնարավորություն չունեմ, եթե նորից Տիրոջը գամ, նորից Քրիստոսին խաչը պիտի անեմ եւ այլն։ Եվ իսկապես վարդանախ նախասահմանության այս սխալ հասկացողությունը հարթականի տակ է դնում մեր Տիրոջ շնորհքը, ամբողջ շնորհքի վարդապետությունը, որ իսկապես մենք փրկված ենք ոչ թե գործերեն, ինչպես Եփեսացի 2:8-ում, հապա մեր Տիրոջ շնորհքով։ Եվ ասում է ոչ թե գործերեն, որպեսզի ոչ մեկը չպարծենա։ Սիրելիներ, մենք շնորհքով ենք փրկված եւ Տիրոջ շնորհքը, որպեսզի իսկապես մեր կյանքը փոխի, մենք պիտի հավատանք մեր Տիրոջ բարի լուրին, որ այդ լուրը հենց ինձ համար է։ Եվ մինչև որ ամեն անձ այս քարոզչությունը, այս ամեն խոսքերը, այս Տիրոջ հրավերը, որ եղբայրը հենց հասավ է այդ կետին, որ Աստված իսկապես բոլորին կանչելու նաև, կանչելու միջոց ունի եւ հիմա փառք Տիրոջ, որ հենց այս միջոցը այդ կանչելու միջոցներից մեկն է, որ եթե դու լսում ես, ապա իսկապես բաց սիրտդ եւ սրտանց իսկապես անկեղծորեն հրավիրի, որ մեր Տեր Հիսուս գա քո սրտի մեջ եւ այդ դեպքում դու իսկապես արդեն այդ ընտրվածների մեջ ես եւ հենց այդ պահից դու արդեն մի մտածի, որ քո ուժերով պիտի նախապես քեզ մաքրած լինեիր, նախապես շատ ու շատ
ասենք անմաքրություններից ազատվեի նոր գայր Տիրոջը, ոչ, բնավել ոչ, հակառակը, դու հենց այդ վիճակում արի Տիրոջը, որպեսզի իսկապես Աստված քեզ ուժ տա, որպեսզի այդ ամենից կարողանաս ազատվել։ Եվ դու այդ ամենը կանես ոչ թե որպես պատճառ քո փրկության, այլ հակառակը որպես հետևանք քո փրկության, որ Աստված ձրիորեն շնորհեց ամեն հավատացողին։ Մեկ կարևոր համար եւս, անշուշտ համարներ շատ կան, բայց չենք ուզի մեր հերոստատիտողներին շատ ծանրացնենք համարներով։ Այո, Կանչելու մեջ, calling-ի մեջ, երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:12-13 համարները հետեւյալն է ասում. Մենք պետք է միշտ Աստծուց գոհանանք ձեզ համար, Տիրոջ սիրված եղբայրներ, որովհետև Աստված սկզբից ձեզ ընտրեց փրկվելու, ամեն, հոգի սրբելով ու ճշմարտության հավատքով, որ ձեզ կանչեց մեր ավետանելով Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու համար։ ամեն, Ուրեմն ավետանի միջոցով է այդ այո, ուրեմն ընտրությունը եւ կանչվելը, կանչելը լինելը, այո, երբ որ մարդը արձագանքում է ամեն, եւ որ մարդը այո է ասում այդ բարի լուրին։ Եվ հավատանք, որ իսկապես այդ բարի լուրը իսկապես բարի լուր է։ Եվ եթե դու մինչև հիմա լսել ես այդ լուրը եւ այսպես թե այնպես չես ուրախացել եւ չես ընդունել, սիրելիս, ուրեմն հիմա այն պահն է, որ դու իսկապես կանգ առնես ու խորհես։ Մենք ուզում ենք հավատացնենք, որ իսկապես այդ բարի լուրը ուրախալի լուր է բոլորի համար եւ հենց քեզ համար, որ Աստված ուղարկեց իր որդուն որպես բարի լուր, որին դու հավատալով իսկապես պիտի այդ ընտրության մեջ մտնես։ Հաջորդ մեկ կետը, որ հետևում է մեկը մյուսին, սա արդարացումն է, justification, եւ մեկ համար ասեմ Հռոմեացիս ուրեմն 3:21 համարը կարդանք։ Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է։ Նաեւ օրենքն ու մարգարեները կվկայեն, թե Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի հավատքն է, որ բոլոր հավատացողների վրա կլինի, որովհետև խտրություն չկա, Աստծո մոտ որևէ խտրություն չկա, ուրեմն նրանք ովքեր որ Հիսուս Քրիստոսին կհավատան, հաջորդական մեկ քայլը կլինի հետևյալը, որ արդարացումը կստանան։ Այո, մեր Որևէ մեկը չի կարող արդարացում ստանալ իր անձնական ջանքերով, իր բարի գործելով, իր վարվեցողությամբ, իր ազգասիրությամբ, ինչ էլ որ անես, Աստծո մոտ արդարացում չես գտնի։ Միակ արդարացումը, որ կարող ես ունենալ, դա Քրիստոսն է, որ քո արդարացումը պիտի լինի։ Ամեն։ Եվ ինչպես Եսայի մարգարեն 55-րդ գլխում գրում է, սիրելիներ, իսկապես մենք լրջանանք ու խորհենք, որ Աստծո խորհուրդները իսկապես մեր խորհուրդները չեն։ Շատ ժամանակ, երբ որ մենք կարող է իսկապես մեր խորհուրդներին տրվենք, հնարավոր է որ սխալվենք։ Ուրեմն հիշենք, որ 55-րդ գլխի 8-րդ համարից Աստված այսպես խոսեց, ասում է. «Քանզի իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, ու իմ ճամփաները ձեր ճամփաները չեն, կսե Տերը, հապա որչափ երկինք երկրեն բարձր է, այնչափ իմ ճամփաները ձեր ճամփաներեն բարձր են, եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներեն»։ Այնպես որ սիրելիներ, հանկարծ այդ սխալ խորհուրդները, որ երբեմն կարող է ձեզ հասնեն, դուք տեղիք մի տվեք եւ իմացեք, որ իսկապես Աստծո խորհուրդները մեր խորհուրդները չեն։ Եվ ամբողջ խորհուրդը նրա մեջ է, որ բոլորին Աստված հրավիրեց, բոլորին հրամցրեց այս փրկությունը եւ հենց նույն գլխի առաջին համարում ասում է. «Ով բոլոր ծառավազներ ջուրերուն եկեք»։ Չի ասում որոշ մարդիկ, որ շատ ծառավեք եկեք ջուրերուն, ասում է ով բոլոր ծառավազներ։ Հիմա եթե մեկ անձ կա, որ իսկապես ծառավ է արդարության եւ մաքրության եւ մեր Տիրոջը փրկության, ուրեմն հենց ժամանակն է, որ իսկապես նա ցանկանա, ուզի եւ այդ արդարությունը մեր Տիրոջ կողմից կշնորհվի իրան, որտեղ միայն մեր Տիրոջ արդարությունն է, որ պիտի կարողանա մեզ Աստծո առջև, Հայր Աստծո առջև կանգնեցնել։ Այո։ Եդեմական պարտեզի մեջ, երբ որ մեղք գործեցին, առաջի զույգը ինչ արեցին։ Այո, ինչ կատարվեց։ Նրանք չնայած իրենց մերկությունը տեսան եւ թզենու տերևներով իրենց համար փորձեցին ծածկվել, բայց այդ ծածկումը երևի մի քանի օր տևեց,
թզենու տերևները հիմա- չորացան, Այո, եթե հիմա որևէ մեկ ուզենա իր գործերով իրեն արդարացնել, կնմանվի այդ չորացած տերևների։ սակայն Աստված իրենց համար բարին արեց եւ անասուն զոհելով նրանց հագցրեց, որպեսզի նրանց մերկությունը չերևա։ Այդ նույն ձևով մենք Քրիստոսի արդարությունը մեր Այո, վրա կառնենք ամեն։ եւ ոչ թե դա մեր ուժերով եղավ, որևէ ձևով չի կարող լինել, այլ միայն սա շնորհք է Այո, Աստծո պարգև կողմից պարգև է տրված եւ իրեն Հայտնության հավատացողների։ գրքի մեջ այդ ջերմակ հանդերձները, որ կային հակացները, դա Քրիստոսի արդարություն Այո, այո, հակացներն են։ այո, այո։ Եվ երկնքի մեջ էլ մեր բոլոր մեղքերը անշուշտ պիտի սրբվեն նախքան երկինք մտնելը եւ մենք որպես Աստծո արդարները պիտի մտնենք։ Ամեն։ Եվ անգամ այս կյանքի մեջ էլ որ մենք մեղքեր գործում ենք, կամ մեկը որ մեղք չգործի։ Կա այդպիսի մի փարիսեցի, որ ասի ես մեղք չեմ գործում։ Եթե կա իրապես այդ անունը իրեն սազում է, փարիսեցի։ Մենք կամավ թե ակամա գործում ենք այդ մեղքերը, որքան էլ որ մենք զգուշավորություն ենք անում, Այո, այո, որքան քանի որ դեռ մենք մարդ- պատասխանատվություն ենք զգում Աստծո առջև, դրանցից խույս տալու, փախնելու, բայց մենք մարդ ենք, հողեղեն այս Եվ ուզում ենք, որ մաքուր ապրենք եւ այո, եւ Քրիստոս մեր արդարությունն է ամեն ատեն, երբ որ մենք իր առջև ենք Այո, գնում, այդ այո։ արդարությունն է մեզ հագցնում։ Ե- Հաջորդ մեկ կետը, որ մաս է կազմում ընտրության վարդապետության, սա սրբացումն է, sanctification, այսպես է կոչվում, սրբացում։ Կարող է մեկը ինքը իրեն սրբացնել։ Անշուշտ, եթե իր ուժերով փորձի բնավել իրեն չի Պիտի հաջողվի։ ձախողվի։ Այո, եթե նա չապավինի մեր Տիրոջ շնորհքին եւ իրեն չհանձնի անմնացորդ, առանց նախապաշարման, առանց նախապես իր ծրագիրը կազմելու սրբացման, այդ ժամանակ է որ պիտի Աստծո զորությունը, Սուրբ Հոգու զորությունը իսկապես նրան հնարավորություն տա այդ սրբացման ընթացքը ունենալու։ Մուրադ եղբայր հարցում եմ տալիս քեզ։ Դու սուրբ կարող ես կոչվել։ Սիրելիներ, երբ որ մենք հավատացած ենք մեր Տիրոջ շնորհքին, ապա կարող ենք հայտարարել այն պահից, որ մենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես կյանք ընդունեցինք մեր հոգում ու սրտում, այդ պահից մենք այնքան սուրբ ենք, որքան Պողոս առաքյալը։ Այո։ Ես կարող եմ այդպես այդ հավատքով, այդ փրկության վստահության հավատքով ասել, որ այդ պահից, երբ որ մենք մեր Տիրոջը անկեղծորեն ընդունեցինք որպես մեր կյանքը, այդ ժամանակից Աստված, Հայր Աստված մեր Տեր Հիսուսի արյան միջոցով, երբ որ մեզ դիտում է, իսկապես մեզ սուրբ է տեսնում։ Ուրեմն մեր սրբացումը, մեր սուրբ լինելը Քրիստոսի մեջ հասկացողություն։ Ամեն։ Սա դիրք է միայն։ Այո, Ուրեմն դիրքի մեջ գտանք Քրիստոսի արդարությունը, գտանք Քրիստոսի սրբությունը, իսկ Քրիստոսից դուրս մենք մեղավոր մարդիկ ենք։ ամեն, ամեն։ Ուրեմն մենք Եվ այն պահերը, երբ որ իսկապես գիտակցող չենք, երբ որ չենք գիտակցում, որ Հիսուս մեր մեջ է, այդ պահին իսկապես հնարավոր է, որ անհաջո բաներ ունենանք։ եւ ունենում ենք։ Ուրեմն կա դիրք եւ կա վիճակ։ Ամեն։ Դիրքի մեջ մենք սրբացած ենք, սուրբ ենք եւ բազմաթիվ տեղեր կա, որ առաքյալը գրում է սուրբ եղբայրներ, Այո, սրբության այո, կանչվածներ։ այո, Ամեն։ Եվ առանց այդ որի մարդիկ- մեկը պետք է Աստծուն Այդ չտեսնի։ մարդիկ անբիծ ու անմեղ եղան, ոչ։ Ոչ։ Բայց Քրիստոսի մեջ նրանք Այո, սրբություն Քրիստոսի ձեռք միջոցով։ Կորինթացիս առաջի գլխի մեջ, առաջի Կորինթացիս առաջի գլխի մեջ շատ գեղեցիկ մի համար կա, որ շատ համապատասխանում է այս բանին, որպեսզի կարդանք։ Ուրեմն առաջի Կորինթացիս առաջի գլուխ 30-31 համարները։ Դուք էլ Քրիստոս Հիսուսով եք, որ մեզ Աստծուց իմաստություն, Այո, արդարություն, սրբություն եւ փրկություն եղավ, Այո։ որպեսզի ինչպես գրված է, նա որ կպարծենա, միայն Տիրոջմով պարծենա։ ամեն։ Այսինքն մեր սրբությունը, իմաստությունը, արդարությունը, փրկությունը միայն Միայն ու Քրիստոսի մեջ է։ Այո։ Այս հասկացությունը պիտի ունենանք։ Այո, ապա։ եւ ամբողջ ավետարանի եւ ամբողջ Սուրբ գրքի գլխավոր միտքը ես կարծում եմ որ հենց դա է, Վարդան եղբայր, որից եթե մենք հանգարց շեղվենք, իսկապես պիտի անարգենք Աստծո կատարածը։
Եվ ամբողջ Աստվածաշունչը, եթե սկզբից մինչև վերջ մենք կարդում ենք, խորում ենք, տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս որպես կարմիր թել անցնում է ամբողջ Աստվածաշունչով։ Եվ երբեք հանգարց թող հագարագործին, որ վերջին օրերի մեջ հաջողվում է շեղել շատերի միտքը, ասենք բուն նյութից, թեգուզ եւ այդ նախասահմանության սխալ հասկացողությամբ նրա ամբողջ նպատակն է, որ այն անձինք, որոնք իսկապես փրկված են, նրանց համոզի եւ այդպես այդ սխալ գաղափարը մտցնի, որ դու փրկված ես։ Եվ հագարակը այն անձինք, որոնք փրկված չեն, իսկապես փրկված չեն, նրանց էլ համոզի, որ դու փրկված ես, ինչ գործ ունես։ Եթե դու նախասահմանված ես, վերջացավ, գնա, ինչ ուզում ես արա, դու փրկված ես։ Ուրեմն սատանայի այդ հնարքներից է, որ վերջին շրջանում իսկապես նա ամբողջ ուժով գործադրում է շատերի վրա։ Եվ վերջին մեկ կետը, որ ամբողջացնում է ընտրության վարդապետությունը, կոչվում է փառավորում glorification, եւ կարդացած մեր համարի մեջ Հռոմեացի 8-րդ գլուխ 30 համարը։ Նրանց, որ նախապես սահմանեց, նաև կանչեց նրանց, եւ նրանց, որ կանչեց, նաև արդարացրեց, եւ նրանց, որ արդարացրեց, նաև փառավորեց։ Ամեն։ Հիմա նշված բոլոր բաները սահմանեց, կանչեց, արդարացրեց, տեղի ունեցած դեպքեր են։ Բայց այս մեկը դեռևս չի եկած, այն պիտի տեղի ունենա երկնքում։ Ամեն։ Երբ որ մենք այս երկրավոր կյանքից վերցվենք եւ երկնայինը մտնենք, այն ժամանակ այդ փառավորումը պիտի լինի։ Այն շուտ ոչ թե որ մենք դրան մենք արժանի ենք, դրա համար այդ փառավորումը, այլ որպես Քրիստոսի մարմին, որպես Քրիստոսի հարսը եւ այդ ներկայության մեջ Քրիստոսի այդ փառավորումը պիտի լինի։ Այո, եւ այդտեղ հենց մի համար ավելացնեմ, առաջի թուղթ Հովանու 3-րդ գլխի հենց 2-րդ համարից այսպես է գրում. Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնի չէ թե ինչ պիտի ելանք, բայց գիտենք թե երբ անիկա հայտնվի, անոր պես պիտի ելանք, վասնզի զանիկա պիտի տեսնենք ինչպես որ է։ Եվ ասում է ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի, ինքզին կմաքրե ինչպես անիկա մաքուր է։ Վերջապես նաև ցույց է տալիս թե ընթացքը նման անձը ինչ ընթացք պիտի ունենա, ասում ամեն ով որ այս հույսը ունի, ասում ինքզին կմաքրե, իհարկե ապավինելով նորից ու նորից մեր Տիրոջ տված զորության, Սուրբ Հոգու զորության, որ որպես գործոն մեր մեջ կա եւ միակ առաջ մղող ուժը մեր կյանքի, մեր սրբացման, վերջապես արդարացման եւ փառավորման, այո, որովհետեւ մեր Տեր Հիսուս իսկապես իր գնալուց առաջ շատ կարեւորեց, ասեց ավելի լավ է որ ես գնամ եւ մխիթարիչ ուղարկեմ ձեզ։ Սուրբ Հոգին ամեն ինչի հեղինակն է։ Ամեն։ Մեզանից միակ հասանելիք բանը իր հետ գործակցելն է։ Ամեն, տրվել։ Մեր ազատ կամքով այո ասելն է, որպեսզի ինքը գործի մեր մեջ։ Այո։ Բայց հաճախ մենք արգելք ենք հանդիսանում Սուրբ Հոգուն եւ դրա համար հաճախ մարդկային գործերը, մարդկային խորհուրդները, մարդկային ընթացքը աղավաղում են մեր հոգեվոր կյանքը։ Այո, անշուշտ մենք այն պահից, երբ որ հավատացինք մեր Տիրոջը, ընդունեցինք նրան որպես մեր Տեր ու Փրկիչ, թողություն եղավ մեր բոլոր մեղքերին։ Դրանով մենք ստացանք թողություն, բայց սրբացման կյանքը, հետագա կյանքը իսկապես մեր Տեր Հիսուս հանձնեց Սուրբ Հոգուն, որը իսկապես մեզ պիտի պատրաստի երկինք մտնելու, սիրելիներ։ Բնավել այն անձինք, որոնք իսկապես Սուրբ Հոգու այդ գործին թույլ չտվեցին, այսինքն Սուրբ Հոգին նրանց մեջ այդ գործը չկատարեց, ես կարծում եմ, որ նրանք բնավել հարմար չեն լինելու երկինք մտնելու։ Եթե մի անձ կա, որ իրեն այս երկրի վրա շատ ու շատ այնպիսի սովորություններ ունի եւ այլն, որոնք իսկապես անհաճո են Աստծուն եւ ինքը երբևիցե չի արթնանում, որ ուզենա որ դրանցից Աստված իրեն ազատի, այդպիսի անձը մի քիչ ժամանակն է որ արթնանա եւ ուզենա որ Սուրբ Հոգին իսկապես իրեն պատրաստի երկինքի համար, որ երբել որ մեր Տերը գրված է, չէ՞ որ հանգարցագի պիտի կա եւ եթե դու այդ հանգարցագի պահի մեջ պատրաստ չգտնվես, այդ ժամանակ Աստված մի արածե կարող է հանգարց դուրս մնաս։ Այնպես որ թող Աստված օրհնի ու օգնի, որպեսզի ճիշտ հասկանալով նախասահմանության այս ամեն բացատրությունը մենք ուրեմն փառավորման հետ վերաբերող եւս մեկ համար Կողոսացիս 3-րդ գլուխ 3-4 համարները
Դուք մեռաք եւ ձեր կյանքը պահված է Աստծո մոտ Քրիստոսի հետ։ Ինչպես Ամեն։ մեռանք։ Մեղքին մեռանք։ Մենք խաչի մահվամբ այդ մահը կրեցինք։ Ամեն։ Մենք այն ժամանակ, երբ որ Քրիստոս խաչվում ենք, իր մեջ ենք։ Ամեն։ Եվ Քրիստոս համայն մարդկության մեղքերը ոչ միայն իրենից առաջ իր ժամանակվա, այլ դրանից հետո բոլորը Այո։ մեղքերի վրա վերցրեց եւ իր կյանքը տվեց։ Երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ատեն դուք էլ նրա հետ փառքով պիտի հայտնվեք։ Ամեն։ Երբ որ հափշտակությունը տեղի ունենա, այդ ամենասքանչելի, ամենաերանելի պահ, երբ որ փողնչվեն եւ մեռելները հարություն առնեն առանց ապականության, գրված է մենք էլ պիտի փոխվենք մեկ ակնթարթի մեջ եւ Տիրոջ առջեւ պիտի ելնենք, որպիսի հավիտյանս հավիտենից իր հետ լինենք։ Ուրեմն դեռ առջևում պայծառ ապագա կա, բայց ժամանակը եւ իրավիճակը մեր ձեռքն է։ Այո։ Մենք կարող ենք մեր ազատ կամքով Ամեն։ այսօր Աստծուն այո ասել կամ մերժել, բայց պետք է որ խելացի գտնվենք, որովհետև ժամանակները լրանում են եւ շնորհքի շրջանը կարող է փակվել, այն ժամանակ ուշ կլինի։ Այն ժամանակ երկրի վրա կհաստատվի մեծ նեղության շրջան, սարսափելի օրեր երկրի վրա, որ որևէ մեկը չեր ուզի տեսնել։ Ուրեմն հնարավորությունը մենք ունենք, Աստված սպասում է, Տեր Հիսուս իր ձեռքերը բացած ասում է ինձ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ինքը պատրաստ է ընդունելու ամեն մեկին, ցանկացած մեկը, ինչպիսի մեղքերով, ինչպիսի կյանքով էլ անցած լինի, միևնույնն է, Այո։ սպասում է եւ կանչում է եւ իր արդարությունը պիտի հագցնի, պիտի ների բոլոր կատարած մեղքերը առանց հիշելու, առանց պայմանի։ Ամեն։ Մուրադ եղբայր, մեր հաղորդման վերջավորության հասանք։ Խնդրեմ, ձեր վերջի խոսքը ինչ կասեք մեր հեռուստադիտողներին։ Նորից ու նորից Վարդան եղբայր իմ հորդորը հետևյալն է, որ յուրաքանչյուր անձ ինչ վիճակում էլ որ լինի, թող հավատա, որ իսկապես Աստված այս իր ամեն կատարածը հենց իրա համար կատարեց։ Այսինքն հենց միայն, եթե ինքը զգում է իրեն մեղավոր, հենց միայն իր մեղքը բավական էր, որ մեր Տեր Հիսուս աշխարհ կար։ Այնպես որ հենց քեզ համար է այդ հնարավորությունը, սիրելիս։ Դու կարող ես ազատ ու անարգել ընտրել, այո ասել այս բարի լուրին եւ դու իսկապես այդ փրկվածների մեջ կլինես։ Մեր ամբողջ հորդորը սա է, որ իսկապես դու երբեք հուսահատության պահեր չունենաս, չընկճվես, իմանաս, որ այս բարի լուրը բոլորի համար է եւ քեզ համար է։ Թող Աստված օրհնի եւ քո միտքը արթնացնի այս բոլոր միջոցներով, որ այս օրերի մեջ մենք ունենք եւ փառք Տիրոջ, որ իսկապես Ավետարանը քարոզվում է ամբողջ բովանդակ աշխարհը եւ այստեղ հենց այս մեր քաղաքների մեջ այս միջոցով եւ ձեզ նորից ու նորից Աստված, որ երկայնամիտ է, արդար ու բարի, սպասելով սպասում է, որ օրերից մի օր դու քո կյանքի մեջ քո այոն ասես իրեն հրավերին։ Օրերից մի օրը եթե դարձնենք այս պահին, ավելի լավ կլինի։ Այո, որտեղ հնարավորությունը կա սիրելներ։ Աստված մեծամեծ գործեր մեզանից չի պահանջում, միայն մեկ բան, իր մոտ ամենապատվավոր, ամենաընդունելի բանը հավատքն է։ Ամեն։ Հավատք Տեր Հիսուսի կատարածի վերաբերյալ։ Այս աշխարհի իշխանը Սատանան գրված է անհավատների մտքերը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի ավետանի լույսը նրանց վրա չծագի։ Բայց այդ լույսը հայտնված է։ Ահա խոսքի միջոցով մեկ ժամ մենք խոսեցինք։ Այո։ Այս ամենը թող պատճառ լինի սիրելիս, որ այս պահին դու սիրտդ Տիրոջ առջև բացես։ Դու ազատ կամք ունես, դու ընտրության հնարավորություն ունես։ Այո, օգտվիր այդ հնարավորությունից։ Այո, խնդրեմ Մուրադ եղբայր, պահը կորցնելուց այլևս այդ պահը կարող է չվերադառնա, որտեղ ժամանակը անշրջելի է, սիրելներ, եւ Աստված, որ չի սահմանափակվում ոչ ժամանակի, ոչ տարածության մեջ, սիրելներ, Աստված անսահման սեր ցուցաբերեց մեր հանդեպ եւ մենք այսօր իսկապես թող որ արթնանանք եւ այս սիրո հրավերին այո ասենք։ Բայց նաեւ նշենք հետեւյալը. եթե մեկը իր սիրտը խստացնում է մշտապես, ասենք որ նրան վատ լուր ունենք ասելու, որտեվ գալիքը ոչ միայն պայծառ չէ, այլ շատ ցավալի պիտի լինի, որտեվ գրված է որ
կացծումբով այրված կրակի լիճ։ Մենք չպիտի քաշվենք այս մասին խոսելու, որովհետև Ամեն։ եթե մենք այս ամենը թաքցնենք, Տիրոջ առջև մենք պարտական պիտի գտնվենք, որովհետև գրված է։ Եվ մարգարեության մեջ կներես Վարդան Եփար գրված ասում է հունցքի ատենը վերջացավ եւ մենք չփրկվեցինք։ Հիմա իսկապես այդ հունցքի ատենն է, սիրելիներ, որ այս հնարավորությունը կա եւ դու ասեն կարող ես օրվա որևէ պահին եթե հերոստացույցը բացես եւ ասենք օրինակի համար 282 կանալը ուզենաս դիտես անպայման Աստծո խոսքը պիտի լսես եւ իսկապես սա հոգեվոր իմաստով այն ամառվա շրջանն է որի մեջ դու պիտի փրկվես եւ փրկությունը երբևիցե ավելի մոտ չի եղել քեզ քան այսօր այնպես որ լավ կլինի որ անսաս այս հրավերին ընդունես մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ եւ լիովին հանձնվես իր կամքին։ Առակաց 29-րդ գլուխ առաջի համար ասում է. Շատ անգամ հանդիմանված մարդը երբ իր պարանոցը խստացնե հանկարծ պիտի կտրվի։ Այսինքն այդ կորուստը հանկարծակի կարող է հասնել եւ այլևս ազատում չկա, բայց այս պահին պարզ աղոթքով սրտիցդ բխած անկեղծությամբ աղոթի եւ ընդունի Տեր Հիսուսին խնդրեմ մեղավորի ապաշխարության աղոթքի մեջ առաջնորդեք խնդրեմ Երկնավոր Հայր սրտան շնորհակալ ենք փառք ենք տալիս քեզ այս ամեն քո գործերի համար եւ հիմա այս հնարավորությունից օգտվելով եւ այն անձինք որոնք իսկապես լսեցին այս խորհուրդները Տեր Հիսուս խնդրում եմ որ դու իսկապես բացեց ամեն մեկի միտքը Եվ այն անձինք, ովքեր որ իսկապես մինչև հիմա այդ փրկության լուրը առաջ չէին, դուր որ այսօր այս պահին թող որ իրենք իսկապես սրտի խորքից ուզենան այդ փրկությունը եւ կանչեն եւ այսպես խնդրեմ որ Տեր իմ Աստված ես իսկապես ուզում եմ քո կյանքը իմ մեջ որովհետեւ իմ ուժերով շատ անգամներ փորձեցի եւ չկարողացա այդ կյանք ունենալ եւ հիմա Բացում եմ իմ սիրտը եւ հրավիրում քեզ որպես գաս որպես կյանք իմ ներսը մեր Տեր Հիսուս Քրիստոս եւ իմ կյանքը փոխես եւ իմ կյանքը լեցնես ուրախությամբ երջանկությամբ եւ քո պատվիրանների համեմատ կյանք շնորհես ինձ այս երկրի վրա որ երբել որ դու գալու լինես ես պատրաստ լինեմ քեզ դիմավորելու եւ այս ամենը խնդրում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Սերներ Աստված թող ձեզ բոլորիդ օրհնի մեծապես Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Ամեն։ Տերոջ Աշխարհնայոց քո պահպանիչ հաճոմ պահյա
գալուստի պատրաստ Աշխարհն հայոց քո պահպանիչ աճող մահյա